Բարի երեկո։ Եկել եմ մի քիչ խառնվեմ ձեր անձնական կյանքերի մեջ։ Ուրեմն ես այն մարդկանցից եմ, որը երբեք անձնական դաշտ չի մտնում, երբեք։ Ինչ տեղեկություն ուզում ունենամ, ես երբեք ոչ մի անձնավորության անձնական դաշտ չեմ մտնում, բայց ստե մի հատ մեծ բայց կա։ Քաղաքական գործիչները, կուսակցության ինչ որ անդամներ, կրոնակույսեր եք, ինչեր եք, այդ սքեմը հակած, որ ման եք գալիս ձեզ սրբերի տեղ եք դնում։ Ինչ անձնական դաշտ։ Ինչ անձնական կյանք, մի հատ ինձ կբացատրեք։ Պետության անվտանգությունն է, որ մտնեն ձեր անձնական դաշտ ու մի հատ քրքրեն։ Որովհետև եթե մենք չանենք, եթե պետությունը դա չանի, եթե ուժայինները դրանով չզբաղվեն, այլ պետության գործակալները դրանով կզբաղվեն։ Հետո սրանց դեմը կդնեն ու ինչ կուզեն, նայել կստանան։ Հələ սրանց նայեք։ Առավոտի ծիրիկում մտնում էին Փաշինյանի անկողին անալիզ էին վերցնում, իրենց կարելի էր։ Այս սրբերի անձնական դաշտ չի կարելի մտնել։ Տոլավ է լուրջ եք ասում։ Հələ սրանց նայեք։ Արդեն դավադի տարեցիք այդ անձնական չկա ոչ մի անձնական, մոռացեք։ Եթե ինքը իր օրենքը, սեփական օրենքը խախտել է, ու այն անհատը, որ այդ սլիվ արեց, այդ բոլոր այդ վիդեոները սլիվ արեց, մենակ չասեք ածն արեց, էլի, տապочкիկս կխնդան ընդ ներքևը։ Ուրեմն լսեք ձեզ ինչ եմ ասում։ Ոչ մեկ, ովքեր պետության ինչ որ հարց են լուծում, պետության ինչ որ կառավարման ինչ որ աթոռին են նստած, չպետք է ունենան նման անձնական դաշտ։ Նրանք չպետք է խախտեն այդ օրենքը։ Այո, եթե իրենք ամուսիններ են, ինքը պետքա լինի սուրբ, որովհետև եթե ինքը լևի միած սիրեկան սիրուհի ունեցավ, հետո գործակալները դնելու են դեմը, ու իրան օգտագործեն պետության դեմ։ Ու սա մենակ ապուշը չգիտի։ Սա մենակ աննասունը չգիտի։ Իմ կարծիքով մենք ամենատխմար լրատվականներն ունենք։ Իմ կարծիքով մենք աշխարհի ամենացածր պլինուզի մակարդակի լրագրողներն ունենք։ Սա իմ կարծիքն է։ Որտեղ մարդ այնքան տխմար պետք է լինի, որ ակնհայտ տեսնի խախտումները ու չհասկանա սա ինչ է նշանակում։ Ու առավոտի ծիրիգուն ռուսիասած ծիրիբի տանի։ Ակնհայտ վիդեոները տեսած ձև են տալիս, իրանք շլանգի տեղ են դնում, որ իրանք տեղյակ չեն ինչա կատարվում, կամ էլ դա նորմալ են համարում։ Ոչ, սա նորմալ չի։ Սա նորմալ չի։ Դուք ընդհանրապես լրագրողները բնաջնջել եք այդ ոլորտը Հայաստանի Հանրապետությունում։ Բնաջնջել եք, գոյություն չունի։ Այդ գեղեցիկ, այդ շատ կարևոր մասնագիտությունը ոտնահարել եք ինչպես կարողացել եք։ Այն որ ասում է շատ ուզենայր, այտենց չէիր կարա ոտնահարի, այտենց չէիր կարա փչացնի։ Ոնց որ դուք եք արել։ Ոնց որ այն բամբոլով հնդիկներն եք, տնաշեններ։ Այդ ինչ պահվածք է։ Այդ ինչ տխմար հարցեր են։ Մի հատ խելացի հարց չունեք։ Աշխարհի եսին որ երրորդ տեղն ենք գտնվում, որպես անվտանգ պետություն։ Բայց այլ մի հատ լրագրողների պահով տեսեք, էլի։ Աֆրիկայից ենկոմ ենք երևի։ Այս ինչ պահվածք է, այս ինչ զզվելի պահվածք է։ Մարդ այդքան տոպոյ չի լինի, էլի։ Ես հարց եմ ուզում տամ ձեզ։ Եթե մարդը ինքը իր կրոնի, որը ներկայացնում է հենց այդ կրոնը, իր կրոնի կանոնները խախտել է։ Ինչ է նշանակում անձնական կյանք։ Այդ նույն բանն է, որ հիմա ԱԱՑ-ի պետը ծառայի ինչ որ մի գործակալի տեղեկություններ տա, խախտի այդ կանոնը։ Անձնական դաշտը իր դեմը դրած լինեն։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Անձնական դաշտը դնեն ինչ որ մի հատ պատգամավորի դեմ ու իրան օգտագործեն պետության դեմ։ Իսկ ինչի եք վերցնում, որ եկեղեցուն չեն կարող օգտագործեն պետության դեմ։ Հեն ակնհայտ 44 օրյա պատերազմի ժամանակ մատները կողել էին բերանները, ցեն չէին անում, ծպտումները դուրս չէր գալիս։ Այն որ 9 ամիս արցախցիները նստած էին սոված, մատները դրել էին բերանները սոսկի նման, ծպտումները դուրս չէր գալիս։ Այն որ այդ նույն արցախցիներին տեղահանեցին Արցախից, ինչ արեցին, ոչինչ բան, զրո։ Այն տական Կիրիլին ինչ որ մի նամակ գրել են, ինչ որ մի բան արել են, ռուսին խնդրել են, որ մի բան անի, գոնե հաց հասցնենք արցախցիներին, հա՞։ Այդ տականքներ։ Էսով եք արա դուք։ Ամբողջ Եվրոպայում վերցրեք են կորպորացիայի, չեմ անում ինչի գենդիրեկտոր էր, որ սիրու հետ պատահական նկարեցին։ Խի անին այդ տավարներ, խի անին։ Որովհետև հասկանում են, որ նման տնորեն իրանց պետք չի։ Նման տնորենի սեքսուալ ինչ որ խաղերը, հա, ինչ որ նախասիրությունները կդնեն դեմ ու կօգտագործեն այդ նույն կամպանիայի դեմ։ Այդ նույն կամպանիայի դեմ, բայց պետությունը արա։ Բայց եկեղեցի է։ Լրիվ կտծրած եք արա դուք։ Թե ձեզ այս շիտեղ եք դրես սաղդ, շլանգի տեղ եք դրեց ձեզ, հլը սրանց նայեք։
Ուրեմն բոլոր կանոնները, խախտողները պետք է Աշոտյան լինեն։ Տոչկա։ Հասկացաք։ Սրանցն այլը։ Սրբապիղծեր են եկե պաշտպանում։ Անձնական դաշտ։ Ինչ ոտերիս անձնական դաշտ։ Նրա անձնական դաշտը պետք է լինի աղոթքը, հաց ուտելը, իր կարիքները հոգալը զուգարանում կամ բաղնիկում, քնելը, ինչ անձնական դաշտ դրանից բացի։ Կազեք ինձ։ Սով է նրա։ Զզվցրի կարթեն, հերի կարթեն, դնեք ժողովրդին համոզեք, թե դա նորմալ է։ Դա նորմալ չի։ Դա աննորմալ է։ Հերիկա գլուխներս հարտուկեք, թե դա նորմալ է։ Հերիկա գլուխներս հարտուկեք, թե անձնական դաշտ չպտի մտնեն։ Տո լավ էլ մտնելու են։ Եթե դու պատգամավոր ես, եթե դու ինչ-որ օրենքի ներկայացուցիչ ես, եթե դու ինչ-որ անվտանգության ինչ-որ ներկայացուցիչ ես պետության, եկեղեցու ներկայացուցիչ ես, ղեկավար ես, դու իրավունք չունես դաժե սիրած ունենաս, հա։ Հացեր ունես։ Այդտենց սաղկյանքները տասած սիրած պահել եք, բերը դրել են դեմներդ ու ձեզ լավ օգտագործել են։ Հիմա մտածում եք հիմա էլ ենք նման բան թույլ տալու, չի լինելու տենց բան։ Հələ սրանցն է, արա։ Հոգնածներ։ Այսքանը։